Սուրբ հող, երբ Աստված գործում է հողի հետ, այսօր այս խոսքն Աստված տվել ինձ սիրելներ, խոսալու այս պատգամը ձեր հետ կիսվելու, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին այս նկարը նկարել եմ, իրական նկարա, Google-ից չեմ բան արել, սա Սինա լեռն է, որ Մովսեսը բարձրացավ սիրելներ, ամեն, այս լեռան վրա տեսնում եք այն վերևի մասը այրված, դա հենց այդ Սինա լեռն է, որտեղ ասում է Աստծո փառքը իջավ, Աստծո կրակը այդ լեռան վրա, փառքեր Հիսուսին։ Կանգնեցի այս քարերի վրա, սա շատ մի հատ մեծ բեմ էր պատրաստել, Ահարոնը հիշում եք, որ ասեց ձեր ոսկիները տվեք եւ այդտեղ կուրկ պատրաստեց, ոսկե հորթը։ Կանգնել եմ հենց այդ բանի վրա բարձունքի ուղիղ նայում ես Սինան։ Եվ Աստված Մովսեսին ասեց Մովսես իջիր, որովհետև քո ժողովուրդը մեղանչեց։ Մովսեսը վերևից տեսնում էր ինչ է կատարվում ներքևը երկրի վրա, սիրելներ։ Կարծես այն պատկերը, որ Աստված մեզ ցույց է տալի ամեն օր, Հայրը ամեն բան տեսնում է ինչ է կատարվում երկրի վրա, բայց փառք Հիսուսին իր թափած այրան համար, որ Քրիստոսի այրունը մեզ ոչ թե միայն փրկում է, բայց ամեն օր վարքյան առ վարքյան սրբում է, սրբացնում է, փառքեր Հիսուսին, հալելույա, Սուրբ հող, հալելույա։ Ելիցի գլուխ, երրորդ գլուխն եմ կարդալու Մովսեսի հանդիպումը առաջի անգամ Աստծո հետ։ Գիտեք, շատ անգամ, երբ որ մենք խոսում ենք սրբության մասին, մեր մեջ մի հատ միտք է գալիս, անել չանելու մասին, ինչ պետք է անեի, ինչ պետք է չանեի, կամ այսպիսի մի բան, սրբությունը մեր գործերի հետ կապ չունի, սիրելներ, սրբությունը Աստծո գործն է մեր կյանքի մեջ, Քրիստոսի գործը, Քրիստոսի թափած այրունը։ Իհարկե մենք մեր մասը ունենք, վերջում կխոսամ դրա մասին, բայց ամենակարևոր բանը, որ Աստծո սրբությունը եկեղեցու մեջ, Աստծո ներկայությունը, որ երևում է, դա Աստծո սրբությունն է իջնում։ Դա կախված է մեզանից, մենք ոնց ենք Տիրոջը դիմավորում, ինչ պատրաստականությամբ ենք գալի Տիրոջ առաջ, ամեն, եւ այդ ժամանակ Աստված պատվում է իր ժողովրդին։ Դուք զգում եք ներկայությունը ինչքան իջավ ու այսենց արդեն զգում եք ոնց որ դու լրիվ կատարյալ ազատ մարդ ես, հասկանում ես, սիրելի քույրս, եղբայրս։ Ես այսօր ուզում եմ խոսամ Մովսեսի կյանքի մասին, սրբության մասին, ամենաառաջի բանը։ Ելից երրորդ գլուխը ասում է Մովսեսը մի մարդ, որ Եգիպտոսից փախել էր եւ անապատում էր։ Եվ անապատի մեջ մի հետաքրքիր բան է կատարվում Մովսեսի հետ։ Ասում է Մովսեսն արածեցնում էր իր աներոջ Մադիամի քուրմ հորթի հոտը։ Նա հոտը քշելով անապատի ետևը եկավ Աստծո լեռը, Քորեբ լեռը։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Հալելույա, փառքեր Հիսուսին, դա Սուրբ Հոգու կրակն է մեր մեջ։ Սուրբ Հոգու կրակով վառվում ենք Հիսուսի անունով, փառքեր Հիսուսին։ Մովսեսն ասաց՝ մի գնամ ու տեսնեմ այն մեծ երևույթը, թե ինչու մորենին այրվելով այրվում է, բայց չի սպառվում։ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար, եւ Աստված մորենու միջից կանչեց նրան եւ ասաց Մովսես, Մովսես։ Եվ նա ասաց, ահա ես այստեղ եմ։ Աստված ասաց, մի մոտեցիր այստեղին, հանիր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր որ դու հիմա կանգնած ես, Սուրբ հող է, հալելույա։ Ծառայությունից առաջ Խաչատուր եղբայրս այս համար հիշացրեց։ Այն տեղը, որ հիմա դու որտեղ որ հիմա կանգնած ես, սա Սուրբ հող է, փառքեր Հիսուսին։ Նաև ասաց, ես եմ քո հոր Աստվածը, Աբրամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը, եւ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետեւ վախեցավ նայել Աստծուն, սիրելներ։ Գիտեք, եթե ետ գնանք տարիներ առաջ այս տարածքի մասին խոսանք, շատերը գալիս են միսիոներներ, շատ քարոզիչներ, որ առաջի անգամ են այս տարածք մտնում, ասում են մենք գալիս ենք այս եկեղեցի, որ ձեզ ինչ-որ մի բան տանք, բայց մենք ենք ստանում։ Աստծո ներկայությունն ու օծությունը այնքան մեծ այս հողի վրա, այս տարածքի վրա։ Ու ես միշտ հարց տալիս եմ, ասում եմ Տեր Աստված, ինչն է տարբեր այս տարածքի մեջ,
որ քո ներկայությունը գործում է ու մարդիկ այցելություն են զգում։ Ու մի միսիոներ պատասխանեց այս հարցին, 2-3 օր մենք Ասամբլի եւ Գադի համաժողով ունեինք, ասում է ես ներկա եմ եղել, որ այս տարածքը կառուցում էին ու ամբողջ ասում է հատակը ասում է փորում էին ու Աստծո խոսք էին դնում, Աստծո խոսք դնում, ամեն հատակների տակ, այս թեմա որ դուք նստած եք, դուք կանգնած եք Աստծո խոսքի վրա, ամեն, չապելը կառուցելուց, sanctuary-ին կառուցելուց, ամեն տեղ կառուցելուց մարդիկ Աստծո հետ հանդիպել են ու խոսք են դրել, հալելույա։ Մուտքը երբ որ մտնում եք, քանի մուտք ունի այս եկեղեցին, մուտքերի մոտ կա սյուներ դրած, այդ սյուների տակ խոսքեր ա դրված, խոսքեր, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ այս տարածքը Աստված սրբացրել է։ Բայց ամենակարևոր բանը ասեմ, որ Աստծո սրբացում այդքան շատ տարածքի հետ կապ չունի, ինչքան որ քո սրտի հետ։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր այդ կետին են գնում հասնենք, ամեն։ Հետաքրքիր է, որ ամենաառաջի բանը Աստված այստեղ ասում է Մովսեսին, Մովսես, կոշիկները թանի ոտքերից հետ, որովհետև այստեղը սուրբ հող է։ Շատ հետաքրքիր է, որ Աստված ամենաառաջի անգամ Աստվածաշնչի մեջ սուրբ բառը օգտագործում է այստեղ, ամենաառաջի անգամ եբրայերեն կոդեշ բառն է, որը որ կոչվում է առանձնանալ, առանձնացնել եւ մոտենալ Աստծուն, սիրելներ։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Ինչն է հետաքրքիր, որ Աստված անգամ այս խոսքը կապակցում է հողի եւ կեղտի հետ, հողու եւ փոշու հետ։ Անգլերեն հին թարգմանության մեջ ասում է դու կանգնած ես unholy dirt, հող, ամեն։ Մի բան որ կարծես մեկը մեկից զուգահեռ է, հողն ու կեղտն ու փոշին, ինչ կապ ունի Աստծո սրբության հետ, ամեն, սիրելի քույրս, եղբայրս։ Պատկերացրեք, սա ինչ եմ սա ասում, սա կարևոր բան է, որ այսօր սրա մասին խոսում ենք։ Գործք առաքելոց 13:2-ի մեջ Սուրբ Հոգին ասաց առաքյալներին, առանձնացրեք ինձ համար, սա կոչվում է սրբացնել, առանձնացրեք ինձ համար Բարնաբասին, Սողոսին, այն գործի համար, որին որ ես կանչել եմ։ Հիմա այսօր, որ մենք այստեղ եկեղեցում նստած ենք, այստեղ ծառայության երկրպագում ենք, սենց կոչվում է Սուրբ համայնք, Սուրբ ժողովուրդ։ Ինչու համար, որտեղ մենք առանձնացել ենք։ Մենք առանձնացել ենք մեր առօրյա կյանքից, մենք առանձնացել ենք մեր հոգսերից, մենք առանձնացել ենք ու մենք որպես Աստծո համայնք միացել ենք միաբան Աստծո ներկայության մեջ Տիրոջ ձայնը լսելու, Մովսես, Մովսես։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկիդ հետ յուրահատուկ է խոսալու։ Ձեր ինչքան որ առանձնանաք Աստծո հետ, ու այս առանձնացումը լինի ամեն օր վարքյան առ վարքյան, րոպե առ րոպե, ինչքան հարաբերություն ունենաք Աստծո հետ, այնքան Աստված ձեր հետ խոսալու է։ Համաձայնեք եկեղեցի, փառքեր Հիսուսին։ Աստծո ներկայությունը բացահայտում է նրա սրբության գիտակցությունը։ Հիշեք այս առաջի կետը։ Աստծո ներկայությունը ամենաառաջի բանը բերում է Աստծո սրբության գիտակցությունը մեր կյանքի մեջ։ Աստծո ներկայությունն էր, որ Մովսեսին հենց լեռան վրա այդտեղ կանգնած այդ գիտակցությունը բերեց նրա կյանքի մեջ, որ Աստված ներկա է այստեղ ու ես ինչ որ մի բան պետք է անեմ, Մովսեսը, ամեն սիրելներ։ Աստված չասաց նրան գնա ինչ որ մի սուրբ տեղ, նա նրան ասաց որտեղ որ կանգնած ես այստեղը սուրբ է։ Աստված այսօր մեզ չի ասում, գիտեք, գնացեք Էջմիածին, Մայրաթոր, որ ես ձեր ձայնը լսեմ։ Գնացեք Երուսաղեմ, տաճար ինչ որ միտեղ, որ ես ձեր ձայնը լսեմ։ Հեչ մտածել եք այս մասին։ Որտեղ որ դուք կանգնած եք, այդտեղը սուրբ է։ Ես եկեղեցու մասին միայն չեմ խոսում։ Ես խոսում եմ մեր առօրյա կյանքի մասին անգամ, սիրելներ։ Ու Աստված այդտեղ հանդիպում է մեզ։ Ու մեր եւ Աստծո հետ հանդիպումը բերում է Աստծո ներկայությունը եւ Աստծո սրբությունը մեր կյանքի մեջ։ Եվ այդ ժամանակ մի հատ հարց ես տալի, ասում ես այն բաները, որ Աստծո ներկայության մեջ էի, եկեղեցում էի, Աստծո ներկայության մեջ, որտեղ որ կանգնած էի, այդ նույն բաները, որ ինչ որ հիմա դուրս զգում եմ, կանեմ ու կասեմ, թե չէ, հասկանում եք, ինչ է կատարվում։ Նույն բանն Աստված ամենուր է, ամեն տեղ է եւ ամենահզոր է, ամեն, նրա անունը թող փառավորվի։ Աստծո գործը միշտ հողի հետ է, սիրելներ։ Ես այսօր խոսալու եմ 3 տարբեր դեպքեր, որ Աստված նույն ձևով հայտնվել է սերունդներին։
Ինչպես որ Մովսեսին հայտնվեց անապատում, լեռան վրա, փոշու, կեղտի մեջ, եւ Աստված ասեց Մովսես, քո կանգնած տեղը սուրբ է, կոշիկներդ հանիր։ Աստված նույն հանդիպումը ունեցավ, կարանք ասենք Հեսուն նույն հանդիպումը ունեցավ Երիքովում Աստծո հետ։ Երիքովում նախքան Երիքովի պատերը քանդվելը, նախքան կապանքները քանդվելը, նախքան մեր կյանքից մեծ բաներ դուրս գալը, Աստված հանդիպեց Հեսուին նորից կրկին անգամ։ Գիտեք Հեսուին ինչ է ասում։ Հեսուին նույն խոսքերն է հիշացնում, ինչ որ նա ասել էր Մովսեսին, ամեն։ Հանիր կոշիկներդ Հեսու, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է։ Եվ Հեսուն այդպես արեց, սիրելներ։ Ամենամեծ բանը, որ դու կարաս տաս Աստծուն, միշտ ասում են քո սիրտն է կարաս տաս։ Ինչ որ մի բան քո մեջից կարաս հանես տաս Աստծուն, ամեն սիրելիս։ Հեսուն գիտակցեց, որ Աստված այդտեղ ներկա է, մի բան ինքը պետք է անի, Աստծո ներկայությունը պետք է փնտրի իր մյուս քայլերի մեջ։ Ինչ ենք անելու, ոնց ենք անելու, մեր կյանքի պատերազմները ոնց ենք պատերազմելու, ինչ երիքովներ են մեր առջև քանդվելու, ամեն սիրելի եկեղեցի, փառքեր Հիսուսին։ Ես մի հետաքրքիր բան էի խոսում մեր միսիոներներից մեկի հետ, որ սեպտեմբեր ամսին թիմ ենք տանում Քենիա։ Ու հետաքրքիր է նկարները ցույց էր տալիս, ասում էր Pastor Armen, երբ որ գա Քենիա, մենք պաշտամունք ենք անում ծառերի տակ։ Այս project-ը կոչվում է Churches Under the Tree, եկեղեցին ծառերի տակ։ Բայց դժվարը ինչն էր, որ եկեղեցին հող ու փոշու մեջ ծառերի տակ այսպես 400-ից ավել այսպիսի ծառեր կան Քենիայում։ Ուղղակի շենքեր չունեն, հավաքատեղեր չունեն։ Եվ եկեղեցին որոշել է, մեր եկեղեցին, որ 400 եկեղեցիներ են սերմանելու մոտ Քենիայում, պատկերացրեք, այս բոլոր կետերը տեսնում եք, դա բոլորը ծառեր են եւ հող ու փոշի, եւ Աստծո ժողովուրդը այդտեղ հանդիպում է։ Եվ պատկերացրեք, սիրելի եկեղեցի, եղբայրը ասում էր, որ ժողովուրդը ամեն օր, ոչ թե որ ամեն կիրակի, նրանք հավաքվում են այսպես ծառերի տակ ու պաշտում են երկնքի Աստծուն, ձեր Աստծուն, փառքերը Տեր Հիսուս Քրիստոսին։ Բայց ինչ ենք անելու։ Մենք միացել ենք այս տեսիլքին, արդեն 10 հոգի ուղարկում ենք Գեմբիա, 16 հոգի էլ ուղարկում ենք Քենիա, որ այս եկեղեցիները սկսենք կառուցել, մոտավորապես այսպիսի մի տեսքան ունենալու։ Հալելույա։ Կոշիկները թանիր, որովհետև այդտեղը սուրբ է։ 5 շաբթի օրը մեր ձեռքը դնելու ենք այսպիսի եկեղեցի են կառուցելու։ Այս եկեղեցու վրա եւ աղոթելու ենք, սիրելներ։ Ամեն։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ով կպատկերացներ, որ այս շենքը 40-50 տարի առաջ կառուցելու են ու այսպիսի մի տեսքան ընդունելու։ Սերունդներն են գալու, ազգերն են գալու, երկրպագելու են ու իրենց կյանքը դատարկելու են, իրենց կոշիկները հանելու են Աստծո առաջ եւ Աստված սկսելու է հրաշքներ անել ձեր ընտանիքների հետ, գործել ձեր ընտանիքների հետ։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու այս արթնությունը գնալու է նորից այստեղից դուրս միջև աշխարհի ծայրերը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, հալելույա։ Եվ հետաքրքիր է, առաջի եկեղեցին կառուցում են եւ եկեղեցու դրան առաջ այս երիտասարդն է կանգնած եւ ամեն օր ասում այս համարը, որ այսօր խոսում եմ, սա իրական, ասում է ամեն անգամ Աստված ասում է հող ու փոշու վրա պաշտամունք են անում, ասում է ոտքերիդ կոշիկները հանիր ու ինձ պաշտիր։ Պատկերացրա, ինչ ձևով։ Ու ասում է ոտքերի կոշիկները հանում է, Աստծուն պաշտում է, ամեն առավոտ Տիրոջը, մինչև Աստված արթնություն է սկսում, մինչև աշխարհի ծայրերը, Քենիայից դուրս մյուս Աֆրիկայի տարածքները, սիրելներ։ Այս եղբայրը սերմանում ամենաառաջի եկեղեցին։ Ինքը մուսուլման է լինում։ Հասկանում եք։ Երբ որ եկեղեցին սերմանում է 1 տարի հետո գալիս են ու այրում են ամբողջ եկեղեցին։ Կանգնած է եկեղեցու դռների առաջ, վառված պատերի առաջ Աստվածաշունչը ձեռքը։ Հալելույա։ Դա սուրբ գործ է, սուրբ գործ է, սուրբ գործ է, փառքեր Հիսուսին, սիրելներ։ Ու ասում է Տեր Աստված, մենք գտնվում ենք մի երկրի մեջ, ազատ երկրի մեջ, խաղաղ երկրի մեջ։ Ու շատ ժամանակ անգամ Աստվածաշունչը երևի մեր տան մեջ կամ կա օգտագործում ենք, թե չէ, բայց տեսեք, մի երկրի մեջ Աստվածաշունչի համար, սիրելներ, ինչ են անում։ Այսա սուրբ գործ է, սիրելներ, Աստված գործում է։ Աստվածաշունչը
Չի երիկում ինչքան որ ուղարկում են աշխարհի ծայրերը, այնքան մարդիկ Աստծո խոսքի կարիքն ունեն։ Մովսես կոշիկներդ հանիր, Մովսես, որովհետև այստեղը սուրբ է։ Օրհնում ենք այդ սուրբ վայրը Հիսուսի անունով, Տեր, բեր միսիայի արտնություն մեր եկեղեցիներում, Տեր։ Տեր, մարդիկ ուրախանում են խոսքը կարդալով։ Թող Աստված բերի արտնություն մեր մեծ սիրելիներ։ Աստծո խոսքի արտնությունը սրբությունը իր խոսքի մեջ է, մոտեցեք խոսքին սիրելիներ, մոտեցեք խոսքին։ Հեսու Աստված ասաց այնտեղը որ դու կանգնած ես, ես քեզ ժառանգություն եմ տալու, այդտեղը սուրբ է, ամեն սիրելի եկեղեցի։ Հետաքրքիր է Ստեփանոսը նոր կտակարանի մեջ երբ որ խոսքը կարդում ենք Ստեփանոսի կյանքը, մի հետաքրքիր բան է կատարվում, հիշում եք երբ որ Ստեփանոսին քարկոծեցին սիրելներ։ Նա տեսավ երկինքը բացված։ Նա տեսավ որ արդեն իր ժամանակը եկել է որ այս կյանքից պետք է միանա Աստծուն հավիտենական կյանք, բայց նա վերջի անգամ այս խոսքերը կրկնեց Իսրայելի ժողովրդին։ Այս խոսքերը ասաց Տերը նրանց ասաց Մովսեսի միջոցով, լսեք։ Ստեփանոսն ասում քարկոծողներին. Հանիր ոտքերիցդ այն կոշիկները, որովհետև այդտեղը որտեղ որ դու կանգնած ես, սուրբ հող է։ Ոնց էին մարդիկ մոռացել այդ ծառայության մասին, ոնց էին մոռացել։ Գիտեք, կրոնը մի ահավոր բան է։ Կրոնը, որ մարդը դառնում է կրոնավոր, որ Աստծուն ինչ որ մի շենքի, կառույցի, նկարի, փետի, կռապաշտության մի բանի մեջ ես դու տեսնում Աստծուն, հասկանում ես, դա կրոնն է։ Եվ Իսրայելի ժողովուրդը հենց այս վիճակի մեջ էր։ Նրանք գիտեին, որ Աստված իրանց հետ է, Աստված իրանց հետ գործում է, Աստված իրենց կյանքը սրբացրել է, բայց իրականում նրանց ամեն մեկի ձեռքը մեկ քար էր Ստեփանոսին հարվածելու եւ սպանելու համար։ Ով էր Մովսեսը սիրելիս։ Մովսեսը մի մարդասպան մարդ էր, հիշում եք։ Երբ որ Մովսեսը մարդ սպանեց Եգիպտոսում, նա փախավ Եգիպտոսից գնաց անապատ։ Անապատում փնտրում էր ինչ որ մի բան եւ Աստված Մովսեսին կանչեց այս համարը կարդացի լեռան վրա եւ ասեց Մովսես, հանիր մարդասպանությունը քո վրայից։ Հանիր մեղադրանքը քո վրայից։ Հանիր դատապարտությունը քո վրայից։ Հանիր այն բաները քո վրայից, որ ես հիմա իմ ներկայության մեջ ուզում եմ քո կյանքը սրբեմ, ամեն սիրելի քույրս եղբայրս։ Ստեփանոսը հիշում այս խոսքը ու ժողովրդին ասում է, լսեք ժողովուրդ, այն բանն եք դուք ինձ ուզում անեք, որ Մովսեսը իր կյանքը դատարկեց Աստծո առաջ ու մաքրվեց ու սրբվեց։ Մի արեք այդ բանը, սիրելի քույրս եղբայրս։ Հովանու 8:7-ի մեջ հիշում եք մի այլ դեպք էլ հողի հետ կապված։ Մի կնոջ բերեցին Քրիստոսի ոտքերի առաջ։ Շնացող կին էր, այդպես է խոսքն ասում։ Եվ գցեցին այս կնոջը Հիսուսի ոտքերի առջև եւ ուզում էին նրան քարերով քարկոծեն ու սպանեն։ Բայց խոսքը ասում է Հիսուսը վեր նայեց ու ասաց. Ձեզանից ով է անմեղ թող առաջինը նա քարը գցի այս կնոջ վրա, բայց տեսեք ինչ կատարվեց։ Եվ դարձյալ ցած նայելով այդ հողի վրա նա գրում էր։ Ինչ որ մի բան էր գրում։ Ես հավատում եմ մեր Տերը հողի վրա գրում էր Ելից 3:5-ը։ Հանեք ձեր վրայից ինչ որ մի բան, որ ձեր ձեռքերի վրա է։ Հանեք ձեր կյանքից ժողովուրդ ինչ որ մի բան Աստծո ներկայության մեջ երբ որ հանդիպում եք, այս անգամ ոչ թե որ այրող մորենու մեջից էր ձայնը խոսում, այրվող մորենու միջի ձայնը մարմին հագավ ու եկավ աշխարհ ու իր ձեռքով հողի վրա գրում էր, այս անգամ հողի վրա գրում է դատարկվեք եւս մեկ անգամ ինքներդ ձեզանից, ամեն սիրելի եկեղեցի։ Աստծո հետ հանդիպումը բերում է այսպիսի մի զգացմունքներ մեր մեջ։ Մենք զգում ենք, երբ որ Աստծո հետ մոտենում ես, Աստված սկսում է սրբացնել կյանքդ, սկսում է մոտենալ քեզ, սկսում է հարաբերություն ունենալ քո կյանքի հետ, սկսում է նա ուզում է որ քեզ տանի ավելի մեծ տեղեր, ավելի կարևոր գործերի համար քեզ ուղարկի, նա ուզում է քեզ ուղարկի աշխարհի ծայրերը, որ դու ծառայես նրան, սիրելի քույրս եղբայրս։ Երկրորդ կետը, որ պետք է ասեմ, որ Աստված Եդեմի պարտեզում ընտրեց հողը որպես իր գործի սկիզբ։
Աստված միշտ աշխատել է հողի հետ, հիշեք։ Ծննդոց 2:7 ասում է Տեր Աստված մարդուն ստեղծեց հողից։ Այս հողից բառը կոչվում է Ադամա։ Ամեն։ Ադամ մարդ է կոչվում, Ադամա հողից մարդ։ Սիրելի քույր եղբայրներ։ Ասում է եւ ստեղծեց հողու փոշուց եւ նրա ռնգների մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Պատկերացրեք սա մի պահ։ Աստված Մովսեսին երևաց ու ասաց դու կանգնած ես միտեղ, որ ես ուզում եմ այս հողի հետ աշխատեմ։ Ուզում եմ նորից քո հետ աշխատեմ, Մովսես։ Ուզում եմ քո հետ ավելի մոտենամ։ Ամեն։ Եսայի մարգարեն 64:8-ի մեջ խոսքը հիշում է եւ ասում է, որ Տեր եւ սակայն ով Տեր դու ես մեր հայրը, մենք կավն ենք եւ դու բրուտն ես, ամեն։ Ով ենք մենք։ Մենք կավ ենք։ Մենք հողից ստեղծված մարդ ենք, սիրելներ, այդքան բան։ Մենք մեզանից մի մեծ բան չենք ներկայացնում։ Իրականում որ պատկերացնեք, մենք սահմանափակ ենք, մենք կավից ստեղծված ենք, բայց բրուտն է իր ձեռքերով մեզ պատրաստել։ Մենք Տեր ունենք, մենք արարիչ ունենք, մենք փրկիչ ունենք։ Մենք բոլորս ասում ենք քո ձեռքի գործիքն ենք։ Փառքերը քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Գործիք արա մեզ Տեր Աստված։ Քո խոսք ուղարկի մեր կյանքի մեջ, Տեր։ Տեր, խնդրում եմ հիմա Տեր Աստված, որ քո սրբությունը իջնի ամեն մեկիս կյանքի մեջ, Տեր Աստված։ Ես խնդրում եմ սրբությանդ ներկայությունը ծածկի այստեղ մեր կյանքը, մեր սիրտը, մեր միտքը, Տեր Աստված։ Ասա Տեր գործիր իմ հողի հետ։ Տեր սրբացրու իմ հողը, հալելույա։ Սերմնացանի առակի մեջ շատ կարևոր բան է Տերը ասում 4 տարբեր հողեր։ Տարբերությունը սերմը չէր, հողն էր, սերմը նույնն էր։ Նույն սերմն էր ընկնում տարբեր հողերի մեջ, բայց պատասխանն էր տարբեր, սիրելներ։ Ես չգիտեմ ամեն մեկիդ կյանքի մեջ ինչ կա, ինչ խնդիրներ կան, ինչ պրոբլեմներ, ինչ հոգսեր, ինչ կարիքներ կան, բայց թույլ տուր Աստված քույրս եղբայրս, որ քո կյանքի հետ գործի։ Թույլ տուր Աստված, որ քո կյանքից ինչ որ մի բան հանի, սիրելի քույրս եղբայրս, ամեն, փառքերը մեր Տեր Հիսուսին։ Երրորդ կետը, որ կուզեմ ասեմ, որ դու պարզապես հող չես, այսպես ասած, քո մեջ Աստծո հոգին է բնակվում, ամեն։ Դու գիտես դու ինչ թանկ ես Աստծո համար, սիրելի քույրս եղբայրս։ Աստված ուղղակի քեզ չի ստեղծել։ Աստված ասում է ես համարը նորից կարդամ ուշադրություն դարձրեք եւ ասում է եւ Տեր Աստված մարդուն ստեղծեց հողուց, բայց չթողեց այդպես հողից ստեղծված։ Եվ նրա ռնգերի մեջ կենթանության շունչ փչեց, Աստծո շունչը հոգին մեր մեջ եւ մարդը եղավ կենթանի հոգի, հալելույա։ Ինչն էր խնդիրը։ Եդեմի պարտեզի մեջ ամեն բան լավ էր, մաքրված էր, սրբացված էր, բայց մարդը մեղանչեց ու մեղ գործեց։ Աստված մարդու պատճառով անիծեց երկիրը, հողը, հիշում եք, հողը տատասկ ու փուշ տվեց։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ այդ հողի վրա կանգնեց եւ այդ հողի վրա իր կյանքը թափեց, իր արյունը թափեց, այդ փշե պսակը վերցրեց իր վրա, սիրելի քույրս եղբայրս, որպեսզի այսօր դու ավելի մոտենաս Տիրոջը, որպեսզի ամեն անգամ, երբ որ Աստծո ներկայության մեջ ես, հավատա այսօր չէ, վաղը մյուս օրը Տերը քեզ այս հարցն է տալու, որտեղ որ լինես, ինչ պարագայի մեջ լինես, Տերը ամենուր, ամեն տեղ է։ Դու լսելու ես այս ձայնը, Սուրբ Հոգու ձայնը, եթե Աստծո Հոգին բնակվում է քո մեջ։ Քո անունը լսելու ես Մովսեսի տեղը, Մովսես, Մովսես։ Կոշիկները թանիր։ Որտեղ որ դու կանգնած ես, այդտեղ Սուրբ է։ Այսինքն Աստծո ներկայությունը շրջապատել է քեզ, դու շրջապատված ես Աստծո ներկայությամբ, սիրելիս։ Դու պարզապես հող չես, դու կրում ես քո մեջ Աստծո թանկ հոգին։ Երկրորդ Կորինթացիների 4:7 ասում է, բայց այս գանձն ունենք մեր կավե անոթներում, որ գանձի մասին է խոսում։ Ինչ գանձի մասին է խոսում, եթե ոչ Սուրբ Հոգին ունենք մեր մեջ։ Առանց Սուրբ Հոգու մենք ուղղակի հող ենք,
մենք սահմանափակ ենք։ Սուրբ Հոգու գործն է մեր կյանքում, որ սրբացնում է մեր կյանքը, որ մենք խոստովանում ենք Տիրոջը, մոտենում ենք Տիրոջը, մեր կյանքը պատմում ենք Տիրոջը, մեր կյանքը բացում ենք Տիրոջ առաջ, սիրելի քույր եղբայրներ։ Առաջի Կորինթացիս 3:16-ի մեջ Պողոս առաքյալը հիշեցնում է եւ ասում է սիրելի Կորինթացի եկեղեցի։ Իհարկե Կորինթոսի եկեղեցուն ասում է Կորինթոսում բնակվող սուրբեր։ Հալելույա։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճարն եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Ոչ թե Սինա լեռան վրա, ոչ թե Երուսաղեմում, ոչ թե ինչ որ միտեղ Աստծո հոգին բնակվում է քո մեջ։ Մտածել ես այս մասին։ Իսկ եթե Աստծո հոգին բնակվում է քո մեջ, ո՞րն է Աստծո հոգու գործը քո մեջ։ Ո՞րն է նպատակը քո մեջ, եթե ոչ միայն մեկ բան սրբացումը։ Եվ սրբացում էլի եմ ասում, ես չեմ խոսում լավ գործերի մասին, որ շատ լավ բաներ անենք, շատ անգամ եկեղեցի գնանք կամ շատ բաներ մարկանց լավություն ան, խոսում եմ Աստված ու մարդ հանդիպման մասին։ Հանդիպում ես Աստծո հետ, Աստված կյանքդ փոխում է, սիրելի քույրս, եղբայրս։ Լսեք, հանդիպելու եւ ներկայության մեջ լինելու տարբերությունը սա է։ Ծառայության ժամանակ մենք բոլորս Աստծո ներկայության մեջ ենք։ Բոլորս Աստծո ներկայության մեջ ենք։ Բայց միգուցե քչերն են հանդիպում Հիսուսին։ Ովքեր որ հանդիպել են Հիսուսին, իրենց կյանքը փոխվել է, հիշեք։ Ես խոսում եմ իմ կյանքից։ Իմ կյանքը Աստված փոխեց, ես երբ որ հանդիպեցի իրեն։ Մեկ հանդիպումը կփոխի քո ամբողջ կյանքը։ Ամբողջ կյանքդ կփոխի եւ դուրս կգաս այն բաների միջից եւ այլ ճանապարհով կգնաս քույրս, եղբայրս։ Հալելույա։ Դուք Աստծո տաճարն եք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Պողոս առաքյալը այստեղ ասում է, որ դուք պարզապես կավե անոչ եք։ Դուք Աստծո բնակարանն եք։ Այս եկեղեցու անունը His House է։ Սա Տիրոջ տունն է։ Ես շատ հաճախ հիշեցնում բոլորիդ, որ երբ որ այստեղից գնում եք ձեր տուն ապրելու համար, դա Տիրոջ տունն է, Տիրոջ ներկայության վայրն է։ Դուք ձեր մարմինը Աստծո տաճարն է, դուք տունն եք Աստծո, բնակարանն եք, սիրելիներ, պատկերացրեք ամեն վարքյան։ Մենք Աստծուն ինչ որ միտեղ չենք թողնում ու գնում ենք ինչ որ միտեղ նորից էլի գանք Աստծուն փնտրենք, Աստված ամեն վարքյան ձեր հետ է, պատկերացնում եք, եթե այս միտքը մեր մեջ անդադ գործի, ինչքան վախեր, ինչքան կապանքներ, ինչքան հարձակումներ մեր կյանքից կկոտրվի, սիրելիներ։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Քո ներսում կա այն ինչ որ Մովսեսը տեսավ այրվող մորենու մեջ, այն խոսող ձայնը, Սուրբ Հոգու ձայնը, Հիսուսի ձայնը, այն կրակը, այն ներկայությունը, այն սրբությունը հիմա գործում է քո մեջ Աստծո ներկայության միջոցով։ Չորրորդ ամենակարևոր բանը, սա ամենակարևոր դաշտն է, որ հիմա մտնում ենք։ Սրբության առաջին արձագանքը խոնարհումն է, խոնարհվելն է Աստծո առաջ մեր կոշիկները հանելը։ 6-րդ խոսքն ասում է. «Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն»։ Նա ծածկեց իր երեսը, սիրելիներ։ Նույն հայտնությունը տեսավ Աստծո ներկայության մեջ Եսայի մարգարեն տաճարում։ Երկինքը բացված եւ ասմասերովբեներն ու քերովբեները նրանք 6 թևեր կարանք ասենք ունեին, որից երկուսով իրենց երեսներ միշտ ծածկած, ընդմիշտ պատկերացնում եք Աստծո մեծությունն ու գերազանցությունը։ Բայց շատ հաճախ մենք ոնց են գալի Տիրոջ առաջ։ Կարծես սովորական մի բան։ Եվ անգամ մեր կյանքի անկատար լինելու մեջ էլ ես տեսնում եմ Աստծո գերագույն սերն ու ողորմությունը, անսահման ողորմությունը, որ ոնց անա մեղավորին ընդունում առանց ծածկվելու մի բան անելու։ Եթե ոչ Հիսուսի Քրիստոսի արյունն է ծածկե քեզ, ուղղակի դա գիտակցիր մի բան քո կյանքի մեջ այսօր հիմա այստեղ։
Սիրելի քույրս, եղբայրս։ Հակոբոս 4-րդ գլուխ 7-ից 8 համարները կարևոր համարներ են։ Արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Մովսեսը մոտեցավ Աստծուն, համաձայնեք։ Եվ Աստված մոտեցավ Մովսեսին, թե չէ, ոնց չմոտեցավ։ Փառքերը քեզ Տեր Հիսուս։ Բայց կարևոր մասը սա էր Մովսեսի եւ Աստծո միջև։ Մեղավորներ, մաքրեք ձեր սրտերը, ձեր ձեռքերը, երկմիտներ, մաքրեք ձեր սրտերը։ Սա շատ անհատական է։ Սա չես կարա մեկին ասես ուղակի արա, պարտադրես, ոչ մի բան։ Մեր համաժողովի մեջ District Council-ի ժամանակ հիշում ես Սուրեն, եղբայրը, որ բացատրեց այս համարը։ Ասում այս համարը, երբ որ կարդում ենք շատ ժամանակ, ոնց որ սենց դատապարտություն զգանք, էլի, մեղավորներ, սրբեք, մաքրեք ձեր ձեռքերը։ Բայց ասում Հակոբոսը ինչ ա տեսել այս համարների մեջ։ Saint Francis անունով մեկը եղել է եւ նա մի նկար ա նկարել։ Քրիստոսի ձեռքերը բարձրացրած եւ արյունոտված, խաչված խաչի վրա, այսպես։ Եվ նա այդ ձեռքերի տեղը տեսել է իր ձեռքերն է, որ Քրիստոսի ձեռքերը, իր ձեռքերը փոխարինել են Քրիստոսի ձեռքերին, Քրիստոսի ձեռքերը փոխարինել են իր ձեռքերին, նրա սրբացումը դարձել է քո սրբացումը, նրա քո մոտ գալը, նրա մոտենալն է, հասկանում ես, քույրս, եղբայրս։ Սա սիրով ասում առաքյալը, որ մոտենում ենք Աստծուն։ Երբ որ մոտենում ենք Աստծուն, մեր կյանքից մենք սկսում ենք կամաց հանում ենք մի բան, կոշիկներն է։ Տեր ջան, հասկանում եմ, վախերը կյանքիս մեջից վստահելու եմ քեզ, տալիս եմ քեզ։ Ինչ կա կյանքիդ մեջ, քույրս, եղբայրս, ամեն, որ կարաս հանես Աստծո համար։ Սաղմոս 51:10-ի մեջ Դավիթը այսպիսի մի բան է ասում։ Նա երբ որ մեղանչել էր Տիրոջ առաջ, թագավոր մարդ, ամեն ինչ ուներ իր կյանքում, բայց մի բան էր հասկացել։ Ասում եմ, մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Դավիթը իր կոտրվածության մեջ չխնդրեց նոր իրավիճակ, չխնդրեց նոր հնարավորություններ, նոր տարածքներ, նա ամեն բան թողեց ու նորից Աստծո ներկայության մեջ, Տեր, հնարավորություն տուր մեկ հանդիպում էլ քեզ հետ, եւս մեկ հանդիպում ու դու կփոխես իմ կյանքը, կդարձնես ինձ քո միսիոները, կդարձնես ինձ քո առաքյալը, կդարձնես իմ կանչի մեջ կնորոգես, ավելի կմոտենաս ինձ, իմ կյանքի մեջ ինչ որ մի նոր գործ կանես, Տեր Աստված, ես հավատում եմ, ամեն։ Սա նույն բառն է, որ նա օգտագործում, ասում է ստեղծիր իմ մեջ, գիտեք Դավիթը ինչ բառ է օգտագործում այստեղ, սա շատ կարևոր բառ է։ Աստված մարդուն ստեղծեց հողից ու փոշուց, նա հասկացել էր, որ ինքը ստեղծված է հողից, եւ Աստված նորից կարա այս բառը, այս ստեղծված բառը տանում է Դավիթի աղոթքը դեպի ծննդոց բառը, որ Աստված ստեղծեց, արարեց ամեն բան իր խոսքով։ Սա է Դավիթը ասում։ Տեր, նոր սիրտ եմ ուզում։ Նոր հոգի, նոր սիրտ, նոր այցելություն։ Տեր, ուզում եմ նոր հարաբերություն քո հետ։ Նոր մտերմություն եմ ուզում քո հետ, ամեն սիրելի քույրս, եղբայրս, ինչքան ես ուզում այս մոտեցումը Աստծուն, ինչքան ես փնտրում սա Աստծո համար։ Այս մոտեցումը փոխում ամեն իրավիճակները։ Եթե կյանքիդ մեջ մտածում ես, որ կարաս կյանքիդ մեջ տղայիդ կյանքը փոխես, աղջկադ կյանքը փոխես, Աստված ասում է առաջինը դու մոտեցիր ինձ ու ես մնացած հարցերն ու կարիքները լուծելու եմ ու փոխելու եմ այդ իրավիճակները քո կյանքի մեջ։ Եթե Մովսեսը չմոտենար Աստծուն, ոնց նա կարար գնար մի ամբողջ ժողովուրդ Եգիպտոսից դուրս հաներ, չէր կարա։ Շատ հաճախ մենք առանց Աստծո այդ հանդիպման, սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում ենք իրավիճակներ փոխվի, ազգեր դուրս գան,
ապաշխարություն, Տեր ասում է մոտեցիր ինձ։ Այստեղ ամեն մեկս երբ որ մոտենանք Աստծուն, այս երկրպագությունը նորից են երկրպագելու, այս անգամ գիտակցաբար են երկրպագելու, որ դու սուրբ ես Տեր, որ դու սուրբ ես Տեր։ Գիտակցաբար, որ Տերը մեր մեջ է եւ նա սուրբ է, սիրելներ, հալելույա։ Այսօր սիրելներ, այս համարով ուզում եմ փակեմ այս խոսքը, եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա։ Այսօր Տեր Աստված, մեր Տերը, սիրելներ, մեր Տերը, մեր Տեր Հիսուս Քրիստոս այն գործը, որ արեց առաքյալների հետ, այս գործն է անում։ Նա առաքյալներին կանչեց վերնատուն եւ վերնատան ժամանակ մեր Տերը, մեր Աստվածը, պատկերացրեք, այրվող մորենու միջից խոսացող ձայնը եկավ աշխարհ ու բնակվեց մեր մեջ, ամեն։ Այն ձայնը, որ Մովսեսին ասեց կոշիկներդ հանիր, այրվող մորենու միջի այդ ձայնը այս անգամ խոնարհվում է մարդ Արարածի առաջ եւ Պետրոսի կոշիկներն է հանում իր ոտքերից եւ ասում է թույլ կտաս ոտքերդ լվանալ, Պետրոս, թույլ կտաս Տեր այսօր վերցնի դա քո կյանքից, սիրելի քույրս, եղբայրս, եթե թույլ կտաս, արեք միասին խնդրենք Տիրոջ օծության ամպը գա մեր մեջ, սիրելի Հիսուս, փառավոր Աստված, Տեր այսօր մենք խոստովանում ենք Տեր մեր մարդ կողմը Տեր Աստված, որ մենք հող ենք Տեր, մենք հասկանում ենք Տեր, որ մենք հող ենք Տեր, հողից ստեղծված, բայց գիտակցում ենք, որ դու բրուտն ես Տեր Աստված, դու աշխատում ես մեր մեջ Տեր Հիսուս, դու մոտենում ես մեզ սիրելի Հիսուս, մենք կավն ենք քո ձեռքերի մեջ Տեր, Տեր մոտենում ենք քեզ այսօր մեր կարիքներով, մեր խնդիրներով Տեր, եւ ես խնդրում եմ Հայր, Հիմա այստեղ որդու Հիսուսի Քրիստոսի արյունը, քույրս եղբայրս մենք հաջորդ կիրակի հաղորդության ծառայություն ենք ունենալու։ Իմ այս պատգամի իմաստը սա էր, որ ամբողջ շաբաթ գիտակցենք Աստծո սրբությունն ու իր ներկայությունը եւ թող ամեն օր լինի հանդիպում Աստծո հետ։ Սիրելի Հիսուս, մենք գալիս ենք այսօրվանից գիտակցելով, որ դու մեր մեջ ես, դու քայլում ես, դու անգամ այստեղ ես, այս սուրբ վայրը այստեղ քայլում ես, Տեր, այս շարքերի միջով քայլում ես, Տեր, դու այն անգամ եկեղեցիները, որ մենք տեսանք, տարբեր եկեղեցիների մեջ, տարբեր աշխարհի ծայրերում, տարբեր վայրերում, քո հոգին իջնում է եւ սրբացնում է հողը, փոշին, կեղտը, Տեր Աստված, այդ ամենի մեջ, Տեր, դու փառավոր գործեր ես անում, Տեր, փառավոր ու մեծ գործեր ես անում, որ ոնց կարա մարդը պատմի այդ գործերի մասին։ Սիրելի Տեր Հիսուս, հանձնվում ենք քո առաջ, Տեր Աստված, հանձնվում ենք քո առաջ, հանձնվում ենք Տեր։ Տեր, մենք այս երկրի մեջ շատ բան ունենք, Տեր։ Ավելի լավ ապահոված ենք, ավելի շատ բարգավաճ երկրում ենք ապրում, ավելի օրհնված ենք, այսպես ասած, նյութականով, բայց մեր աչքերը տեսան, Տեր, աշխարհի ծայրերում մարդուկ հողու փոշու վրա, Տեր, ոնց են դատարկվում քո առաջ, ոնց են իրենց ոտքերից հանում իրենց կոշիկները, եւ դու նույն ձևով օրհնում ես իրենց կարիքները, բժշկում ես նրանց մարմինը, նրանց կյանքը, Տեր Աստված։ Ես այսօր խնդրում եմ սիրելի եկեղեցի, Տերն ասում է այն հոգսով, որ մտել ես ներս, ոտքերիցդ հանիր այդ հոգսը, հանիր, չգնաս տուն այդպես, այն պրոբլեմով, այն մեղքը, որ կյանքիդ մեջ է, խոստովանիր Տիրոջը, դու եւ Աստված, հանդիպի Աստծո հետ, ասա Տեր Աստված բացում եմ իմ կյանքս, որտեվ գիտեք իմ սրտի փաբակն է, որ մենք լինենք այրվող մորենի եկեղեցի, սիրելիներ, ուզում էի պատրաստեմ մի պատգամ, որ տանում է մեզ դեպի Պենտեկոստեն եւ Սուրբ Հոգին ասեց ոչ,
խոսաս Հիսուսի սրբության մասին, խոսա հոր փառքի մասին։ Այրվող մորենին ես եմ քո մեջ, դա իմ գործն է։ Սրբությունը որդու Հիսուսի գործն է, բայց մեր գործը նրան մոտենալն է։ Սիրելի եկեղեցի, ես ուզում եմ, որ մայիս ամիսը լինի այնպիսի մի ծառայություններ, որ երբ որ մտնենք Աստծո տան մեջ, մենք զգանք կատարյալ ազատագրված Աստծո ներկայության մեջ հանդիպենք Տիրոջը։ Իմ աղոթն է, որ այս եկեղեցին դառնա Աստծո վառվող մորենին այս քաղաքի մեջ, եւ այդ Աստծո վառվող մորենու առաջ մեր երեխաները, որ աշխարհից ներս են մտնում տուն, ասեն տեսնում եմ ծնողս հանել է իր կոշիկները, տեսնում եմ հայրս, մայրս հանել են իրենց կոշիկները, որովհետև նրանք մաշեցնողի կրակի առջև, հալեցնողի կրակի առջև են կանգնած, որովհետև նրանք մոտեցել են Աստծուն։ Ես կուզեմ այս հանդիպումը լինի մեր եկեղեցու ամեն մեկի հանդիպումը, որ Աստված ավելի հպվի մեզ եկեղեցի, մենք ավելի մոտենանք Աստծուն, Հիսուսին, եւ մեր ձեռքերը փոխարինեն նրա ձեռքերին, հալելույա Տեր Աստված, եւ դու հպվես մեր կարիքներին, սիրելի Հիսուս։ Այո Տեր, նույն խոսքերն ենք ասում Հակոբոսի, մեղավորներ մաքրեք ձեր ձեռքերը, երկմտողներ մաքրեք ձեր սրտերը, այդ սուրբ գործ արա Տեր, այս սուրբ գործ արա մեր մեջ, եկեք միասին երգենք եւ երկրպագենք, դու սուրբ